Բարև Օլիմպոսցիներ, այսօր մեր տաղավարում մի քիչ երոզերը, որովհետև շատ սպասված հյուր ունենք։ Այսօր հյուրընկալել ենք մեր ամենասիրելի շախմատիստներից մեկին, որը նաև աշխարհի ուժեղագույն կրոսմաստերներից մեկն է, իսկ նա Լևոն Արոնյանն է։ Ողջույն Լևոն։ Ողջույն։ Շատ ուրախ ենք քեզ տեսնելու մեր տաղավարում։ Լևոն ջան, արի սկսենք աշխարհի գավաթից խոսել, որը վերջերս կայացավ։ Ինչպես ելույթ ունեցար, մենք ես ու հասը սպասում ենք քեզ կրկին երրորդ անգամ տեսնել աշխարհի գավաթակիր։ Չեմ կարող ասեմ, որ շատ լավ հանդես եկա, բայց նույն ժամանակ էլ ստեղծագործական հաջողություններ կար, ասենք շատ խաղեր ստացվեցին, հետաքրքիր էին եւ իմ խաղի որակից գոհ էի, ուղղակի մի օր այնց ինչ որ, չգիտեմ, վրիպում կատարեցի հոկեբանական եւ այդ խաղը լավ չգնաց իմ համար եւ աշխարհի գավաթը այդպես է որ պահի տակ երբ որ ասենք այդ մի օրը չի ստացվում արդեն մրցաշարի մեջ ես բայց դու նշել էիր որ սիրում ես նոկաուտ համակարգը շատ ես շատ եմ սիրում նոկաուտները ուղղակի պետք է ոնց որ Պահիտակ ավելի լավ պատրաստված լինես, իսկ ես ինչին եմ սովոր, ես շատը որտեղ եմ լավ խաղում, որտեղ հնարավորություն ունեմ շատ զբոսնելու, ոնց որ կլիմայական այդ պայմանները ավելի մոտ են ինձ, պարզ է, որ Հնդկաստանում այդպիսի շատ լավ տեղեր կային, բայց մենք ոնց որ այդ մրցաշարը կազմակերպվել էր մի տեղում, որը մի քիչ ամեն ինչից հեռու էր։ Ուտեն շատ ման գալու տեղ չկար։ Ու տենց չեմ կարող ասեմ, որ լիովին ինձ ոնց որ տենց մարտական է զգում։ Փայտակ sense կնոջ սետ է այդտեղ, որ ինձ օգնում էր։ Իրար հետ մտածում ենք լավ, եթե չստացվի շատ կդխրենք, թե չէ, որովհետև հա դժվար է, 20 օր դժվար է առանց շատ զբոսնելու, տենց բան զգալու էլի, ես լավ զգալու։ Իսկ սովորաբար ինչպես ես կազմակերպում քո այդ նշած զբոսնելը, նաև հետաքրքիր վայրերում լինելը շախմատի հետ, որ օգնի ու քեզ արդյունքներ բերի։ Դե երբ որ մենք ասենք մրցաշարներ կան, որոնք մենք խաղում ենք, ամեն տարի ես խաղում եմ մի հատ գերմանական քաղաքում, Weissenhausen-ում, այդտեղ միշտ հոյակապ պայմաններ են, տարածք կա, կարաս գնաս, չգիտեմ, սպորտով զբաղվես։ Հետո դե մեծամասնությունը մրցաշարների, որոնք միշտ մենք խաղում ենք, այդ ոնց որ իրանք մտածում են շախմատիստներին ինչն է հետաքրքիր, դա մեր համար շատ կարևոր է։ Այսինքն բուն շախմատից շատ կարևոր է քեզ համար այդ լրացուցիչ կողքից եկող այդ հանգամանքները, որ դու քեզ ավելի ներդաշնակ զգաս արդեն խաղատախտակի շուրջ։ Հա, ուզում ես մի քիչ այդ բնության մեջ լինես, մի քիչ այդ քեզ ազատ զգաս, ոնց որ չմտածես մի փոքր տեղ կա ման գալու, բայց այնտեղ օծեր կլինեն, թե չէ։ Քո համար այդ երկու բաղադրիչը կարևոր է, եւ հոգեգան եւ մտավոր այդ պետք է համընկնեն, որպեսզի կարողանաս լավ խաղալ փաստորեն։ Հա, այն տեղերում դե այս տարի ոնց որ այն տեղերը որտեղ հաջող եմ խաղացել, այնտեղ այդ պայմանները կային։ Բայց չգիտեինք այդ մասին փաստորեն, շատ կարևոր է։ Դե մինչև էտել ես 4 անգամ Վայկանձայում հաղթել եմ, դրա համար որ այդ տեղը sense ինքը ուզում ես հեծանիվ կարաս քշես, հետո ասենք ծովապ տեղը, ուզում ես այնտեղ կոմար մանարի, վազի Ու այդ ընթացքում մտածում ես շախմատի մասին, սկզբնախաղի մասին։ Լինում է։ Ես մոտիկ տենց ընկերներ ունեմ, որոնց հետ գնում էի այդ մրցաշարները, այնտեղ պարապում էինք եւ կույր շախմատ էինք խաղում, ոնց որ ճանապարհին, ասենք, գնում ենք, չգիտեմ, վազելու կամ մարզվելու, փորձում ենք այդ համադրել նույն ժամանակ, շատ հետաքրքիր է։ Լևոն, բայց աշխարհի գավաթը նաև հնարավորություն էր դեպի հավակնորդների մրցաշար։ Չստացվեց ցավոք սրտի քո անելիքները առաջիկայում որոնք են լինելու որպեսզի մենք հաջորդ տարի։ Դե գիտեք, ես ասենք իմ շախմատային ճանապարհում դժվար պահեր եմ ունեցել, ոնց որ երբ որ տեղափոխվեցի Ամերիկա, այդ առաջի տարիները նոր տեղ ես եկել,
մի քիչ հետո ոնց որ դե երեխային սպասում, այդ էլ չի հասցնում շատ լուրջ զբաղվեի, էլի պարապում էի, հաջողություն ունեի, բայց նա չէր, որ ես զգում էի, որ կարող եմ։ Այս տարի ոնց որ առաջի տարին է, որ ես ավելի շատ խորացած եմ շախմատում եւ հաջողություններս շատ լավն են եւ ես շատ գոհ եմ իմ տարվանից դրա համար դե դա ինձ ոնց որ հույս է տալի, ուժ է տալի եւ հասկանում եմ, որ ես երբ որ ժամանակ ունենում եմ եւ աշխատում եմ իմ այն որակները, որոնք կան դա ոնց որ այդ մարտական ոգին, դրանք ոչ միտեղ չեն անհետացել եւ երբ որ ֆիզիկական իրավիճակս լավ է, ես կարող եմ բարձր որակի շախմատ խաղամ եւ դա ինձ ուրախացնում է եւ դա ինձ ոնց որ հույս է տալիս եւ ինձ շատ հաճելի է շախմատի աշխարհը շատ եմ սիրում շախմատով զբաղվել, ոնց որ մտածել է, ոնց ուժեղանալ է, այդ ամբողջ process-ը իմ ամենասիրած process-ն է։ Երբ շախմատային գրանցումդ փոխում էիր, ասացիր, որ քո առաջնային նպատակը հանգիստ պայմաններում կարողանալ շարունակել աշխատել եւ հավակնել աշխարհի չեմպիոնի կոչմանը, այսինքն քեզ բացահայտել շախմատում այն ամենի համար, ինչի համար ստեղծված ես։ Հիմա, այսինքն այդ մոտիվացիան եւ նպատակները շարունակում են լինել, պայքարում ես չեմպիոն, այսինքն չեմպիոն դառնալու համար։ Դե պայքարում եմ իմ լավագույն խաղը ցուցադրելու։ Հիմա շախմատը մի քիչ փոխվել է, շատ տարբեր մրցաշարներ են։ Հիմա եթե նայես մրցաշարների ցուցակը, դասական շախմատի մրցաշարները դարձել են կարող է 30% մրցաշարների եւ կարեւոր է ոնց որ այդ արագ շախմատը բլիցը զարգացնել։ Դե դրանով ես միշտ ուժեղ եմ եղել, հա։ Եվ այդ դրա համար ոնց որ տենց ինչ որ գիտեք իմ մոտ նախագիծներ տենց չկան Պլաններ, տենց հա հստակ որ հա հստակ սա պետք է անեմ բայց ես ամբողջ օր շախմատի մեջ եմ անցկացնում եւ ամեն օր էլ պարապում եմ եւ իմ ընկերների հետ եւ Ամերիկայում էլ պարապում ենք մենք Ֆաբիանո Կարվանայի հետ կամ Լենիեր Դոմինգեսի հետ եւ ամենաուժեղների հետ։ Հա։ Իսկ չես կարծում Լևոն, որ այդ պլանը լինի հստակ, որ ես դրան եմ ձգտում, պետքա լինի կարևոր չի մարզիկի համար, թե ուղղակի քո տեսակից ելնելով դու չես սիրում այդպիսի սահմաններ նշել։ Գիտեք, երբ որ ես շատ մոտ էի չեմպիոն դառնալուն, բայց մոտ միշտ չէր ստացվում, ես զանգարեցի Բորիս Սպասկին, որը աշխարհի չեմպիոն է, եւ հյուրընկալեցի իրան, այդ Մոսկվայում էր, տարբեր թեմաներով խոսում էինք, եւ ինքը ինձ մի բան ասաց, որը ինձ բավականին օգնեց, ինքը ասաց Լևոն, ոչ ես եմ ուզեցել չեմպիոն դառնամ, ոչ Տիգրան Պետրոսյանն ուզեցել, ոչ Վասիլի Սմիսլովն ուզեցել չեմպիոն դառնալ։ Դու չես կարող ուզենաս դառնաս չեմպիոն եւ դառնաս։ Այդպես չի դա լինում։ Դա պարապում ես, պատրաստվում ես, լավ իրավիճակում ես ելնում եւ դա կարա լինի, կարա եւ չլինի, բայց դա ոնց որ հնարավորությունը այդքան քեզանից էլ կախված չի հասելով։ Ես էլ ասեմ։ Երևի պետք է վայելես էլի այդ ընթացքը դեպի չեմպիոնություն կամ ցանկացած մրցաշարի հաղթում։ Հա, համաձայն եմ, եւ ես ոնց որ իմ մոտեցումը դա է հիմա։ Ես վայելում եմ շախմատում լինելը, վայելում եմ տախտակի դեմ նստելը եւ ձգտելը լավագույն քայլը գտնելը եւ այդքան շատ չեմ մտածում արդյունքի կամ ինչ որ հաջողության մասին։ Բայց այս տարի այդ հաջողությունները եկան Լևոն եւ գրանտ չես տուրում դու բավական հաղթանակներ տարար։ Հա, այս տարի երևի թե իմ վերջին շրջանում երևի հաջող կյանքի ամենահաջող տարին է, հա, որովհետեւ ես շատ մրցաշարներում հաղթող դուրս եկա, կարևոր եւ հիմա կարող է մարդիկ նայեն ասեն մեկը եղել է ոնց որ on-line։ Դա on-line չէ եղել, ոնց որ դա եղել է Ռիադում։ Մեզ ոնց որ
շատ տարբեր ուժեղ շախմատիստների հավաքել են եւ մենք այնտեղ իրանց մոտ նստած խաղում էինք, բայց մակնիկով եւ բայց այդտեղ էլ շատ լավ հանդես եկա, ոնց որ անցա ֆինալ։ Մի կողմից կարաս ասես, հա, դե այդ իսկական շախմատ չի, բայց հիմա շախմատը դա է։ Հա, հիմա այդ on-line-ն էլ է իսկական շախմատ։ Ֆիշերի շախմատն էլ շատ մեծ դեր ունի։ Դրա համար, հա, ոնց որ ես հիմա եթե համատեմ իմ տարիները, երբ որ ես հաղթել եմ տարբեր միջազգային մրցաշարներում, էլի իրանք շատ հաջողակ էին, բայց այս տարի ոնց որ հետո մի հատ էլ մի բան կա, որը ուզում եմ նշեմ։ Շատերը ոնց որ կարծում են, որ այդ on-line շախմատը, blitz-ը, rapid-ը դա ավելի երիտասարդների համար է։ Այդ դրա համար սա իմ համար շատ ավելի կարևոր է։ Ոնց որ հաջողության հասնելը այնտեղ, որտեղ չեն սպասում դա։ Քեզ մոտ լավ ստացվում է։ Շարունակում ես, այո։ Իսկ այս տարիների ընթացքում ասացիր, որ ունեցել ես եւ հաջող փուլեր, եւ ոչ այդքան, ի՞նչն է քեզ միշտ առաջ տարել, ի՞նչն է ոգեշնչել, ինչպես չես հանձնվել։ Դե բարդ վիճակներ միշտ լինում են մարդու կյանքում, ինչքան էլ դու հաջողակ լինես, բայտակ կյանքը ոնց որ այն կողմ է ֆրոմ որ դու քեզ դժբախտ կարաս զգաս, բայց ինձ շախմատն է միշտ օգնել։ Ոնց որ ամենա վատ իրավիճակում քո փրկությունն է։ Հա, հանելը։ Այո։ Ես մտածել եմ, որ չէ, ես պետք է խաղամ եւ իմ գործընկերներն են ինձ օգնել։ Մի ժամանակ եղել է մոտս, որ շախմատով չէի պարապում եւ մի խաղացողի հետ, որ ում հետ պարապում էի, իրան վճարում էի դրա համար։ Եվ ինքը ինձ գրեց, ասեց՝ «Արի պարապենք», բայց ես ոչ մի գումար քեզնից չեմ կարող վերցնել։ Արի մի ամիս իրար հետ պարապենք։ Եվ ես զգացի, որ շախմատի աշխարհը ոնց որ ինքն էլ է իր ձեռքը ոնց որ մեկնում եւ ուզում ինձ այդ դժվար իրավիճակներից հանի։ Իսկ այդ դժվար իրավիճակները Լևոն ցավոք սրտի բոլորի հետ էլ պատահում են, ինչ դասեր են տալիս մարդուն։ Դե իրականում մարդը դու հասկանում ես, որ դու պետք է պայքարես քո համար։ Առաջինը մարդը պետք է մտածի, որ ոչ թե դու ինչ որ ապրում ես մի բանի համար, մեկի համար, բայց այդ դու նվեր ես ստացել կյանք, որ այսօր ստեղ ես, դա պետք է համընկնել շատ միլիոնավոր հնարավորություններ պետք է գործունեներ պետք է։ Հագային համընկներ։ Հա, համընկներին, որ դու այստեղ լինես։ Եվ վերջո քո նպատակը պետք է լինի, որ դու ոնց որ քեզ սիրելով շարունակես ապրել, շարունակես քեզ քո գործում գտնես, գործը շատ կարևոր է իմ կարծիքով, քո կյանքում քեզ գտնես, հիմա կարաս քո գործում հաջողություն չունենաս, բայց վերջնենք կարաս ընտրես ուրիշ գործ։ Վերջնենք իմ մայրը, որը միշտ աշխատել է ինքը պայթուցումներով է զբաղվել, բայց մի ժամանակ արդեն այդքան կարևոր չէր։ Ինքը ոնց որ ընտրեց իր աշխատանքը ինձ հաջողակ մարդ դարձնելը։ Եվ եթե դու չես կարող քո բնակարարում հաջողության հասնես, փորձի դրան հասնես քո երեխաների կամ քո բարեկամների կամ չգիտեմ հարազատ մարդկանցով։ Հիմա քո կյանքում այդ առումով շատ հետաքրքիր փուլ է։ Դու հայրիկ ես նաև, հիասքանչ դստրիկ ունես։ Մի քիչ Զաբելի մասին նաև պատմիր այն առումով, թե ինչ է բերել քո կյանք եւ ինչպիսին ես դարձել նրա շնորհիվ։ Հանգստություն է բերել իմ աղջիկը իմ կյանքում։ Գիտեք, միշտ ասում են, որ վայ, երեխա ունենաս պարտականություն կամ այնտեղ դժվարություն, դա էլ կա, բայց ավելի շատ երբ որ ասենք քո օրը քո աշխատանքում չի ստացվում, դու գրկում ես քո երեխային եւ զգում ես, որ դու շատ բաներ ունես այս աշխարհում, կամ թե քո աշխատանքը, կարող ես իրեն սովորացնես, նույն բանը որ ասում էի, ոնց որ եւ ես մեծ երջանկություն եմ ապրում, երբ որ զգում եմ, որ իմ աղջիկը ունի շատ լավ հումորի զգացում եւ ինքը սովորելու
ունակություն ունի եւ ցանկություն ունի, այդ ամենը ոնց որ իմ կյանքում ինձ շատ է ուրախացնում։ Եվ Անին եւ Զաբելը միշտ քեզ ուղեկցում են մրցաշարերի ժամանակ, սա որքանով է քեզ օգնում։ Ինձ շատ հաճելի է դա դե ես միշտ սիրում եմ երբ որ Անին իմ հետ է մրցաշարների ժամանակ, բայց ավելի շատ եմ սիրում որ ոնց որ ինքը չի ընտրում կամ իմ հետ լինել կամ Զաբելի հետ լինել, այ կարողանում ենք իրար հետ բոլորով գնալ մրցաշար։ Հնդկաստան չկարողացանք Զաբելին բերենք, որովհետև մտավախություն կար։ Այնտեղ մի քիչ վախեցանք կարող է անսովոր լինի այդ սանիտարական իրավիճակը, այնտեղի կլիման, դելիքը հիվանդություններ կար։ Այս անգամ գնալու ենք Հարավային Աֆրիկա, այդ փորձում ենք եւ մտածում ենք բոլորով կգնանք եւ ես շատ եմ սպասում դրան որ կարողանամ իմ աղջիկան այդ սաֆարիում այդ կենթանիներին ցստամ նոր բացահայտումներ անեք ինքը արդեն հասկանում է ուր է գնալու ինչը 3 տարեկան է չէ հա չէ ինքը շատ բաները շատ քեզ նման է Մերսի Զաբելից խոսեցինք, ուզենք նաև մի քիչ Անիի դերի մասին նաև պատմես, դուք նա միշտ քեզ ուղեկցել է դեռ երբ Զաբելը չկար, հիմա արդեն ընտանիքով եք գնում, ինչպես է նա քեզ օգնում։ Դե ինքը ոնց որ օգնում է ինձ իմ օրը կազմակերպել եւ ոնց որ ինձ ոգեշնչում է, ինքը տարբեր բաներով ինձ ասում է, որ Բայց գիտեք շախմատիստի մոտ ինչն է խնդիրը, որ դու երկար ես եթե խաղում, պայքարը քո համար արդեն մի քիչ դառնում է, ասես հոգնում ես պայքարից։ Եվ երբ որ երիտասարդ մարդ ունես քո կյանքում, ինքը ոնց որ կարողանում ես իր համար եւ կամ իր ոնց որ խորհրդով փորձում ես երիտասարդ մնալ։ Եվ իհարկե իր համար էլ է դժվար, քանի որ ինքը այս պահին շատ լուրջ բաներ ունի, շատ լավ երգեր է գրել եւ արդեն շատերը ձայնագրել է եւ սպասում եմ մեծ կոնտրակտի, արդեն ձայնասկավառակ է ներկայացնում։ Այո, բավականին լուրջ label-ի հետ, դեռ չեմ կարող։ Ընկերության հետ, հա։ Ընկերության հետ, բայց ավելի շատ ինքը դա ամեն ինչը հասկանալով, որ դա է կարևոր, փորձում է ոնց որ զոհաբերությունով ինձ օգտակար լինի, հետո իր հերթն էլ կգա։ Բայց իր հերթը գալու է, ես համոզված եմ, որ ես էլ եմ գնալու։ Դու նույն կերպ իրանից պատասխան։ Իհարկե։ Լևոն, մի հարց կա, որին ես անպայման ուզում եմ անդրադառնալ, Հայաստան, Հայաստանից դուրս, երբ որ դու գնացիր Միացյալ Նահանգներ, եղան շատ քննադատություններ տեղին եւ անտեղին։ Հիմա դու Միացյալ Նահանգներում ես, բայց նաև Հայաստանում ես, մենք Հայաստանում ենք հիմա հանդիպել քեզ։ Ոնց եղավ այդ որոշումը։ Շատ է խոսվել սրա մասին, բայց որ հետ ես նայում, ճիշտ որոշում կայացրիր։ Հա, համոզված եմ։ Դե իմ կարծիքով ինքը ճիշտ է դրա համար, որ վերցնենք եթե դու առաջատարն ես քո բնակավարում եւ այն հարգանքն չես ստանում, որը ստանում են ոնց որ տարբեր երկրներում շախմատային, ոչ շախմատային երկրներում քո ուժի կամ քո կառավարության մի խաղացող եթե դու ոնց որ դա հանդուրժես, ինչ է ստացվում։ Այն մյուս խաղացողները ոնց որ իրանք ոչ մի բան չեն ստանա, էլի, ոչ մի հարգանք իրանք չեն ստանա, ուրիշները, որը գալիս են քեզից հետո։ Դրա համար ինչքան էլ ցավալի է, դա միայն քո հետ չէ կախված, էլի։ Հիմա հետո դու միշտ որոշում ես, դու ինչ ես ուզում քո կյանքում դառնաս։ Դու ուզում ես դառնաս մարդը, որը կնստի, ասի, այն ժամանակ ես սենց արեցին ինձ,
իմ կյանքը փչացրեցին, կամ ինձ մի մարդ, որ ասես չէ, ոչ մի չի կարող իմ կյանքը փչացնի, իմ ձեռքի մեջ է, այստեղ չեն գնահատի, գնամ ուրիշ տեղ, հետո ես կապը երբեք չեմ կորցրել։ Եվ նույն տղաները, երբ որ հասնում են հաջողության, եւ այն սերունդը, որը աճում է, իրենց հետ կապ ունեմ եւ իրենք պետք է իմանան, որ եթե իրենց չհարգեն, դա է ճանապարհը։ Գնաս, հաջողակ դառնաս, վերադառնաս, աջակցես քո բնակավարին, քո ազգի, քո երկրի։ Բայց եթե թույլ տաս ոնց որ այստեղ աղջիկը Զաբելը միշտ ասում է, երբ որ ինքը տունն ենք մնում, ինքը ասում է ինչ եք մնացել տունը, դարձել եք թթվարունգ։ Այ եթե դու թույլ տաս դառնաս թթվարունգ։ Շատ դիպուկ է։ Լավ չի լինի քո համար։ Ու քո գործի վրա էլ է դա ազդում։ Այն մարդիկ, ես շատ մարդկանց եմ տեսել, որոնք ասենք իրենց ամբիցիաները թողել են, մնացել են, բայց հետո զգում ես, որ իրենց մեջ ինչ-որ մի բան կոտրված է։ Ես դա չեմ ասում։ Դու ընտրել ես հանուն քեզ այս ընտրությունը կատարել ու նաև հաջորդ սերունդների փաստորեն տեսնելով որ նոր իշխանությունները այն հարգանքին եւ ուշադրությանը չեն արժանացնում քեզ, որը պետք է լինի։ Ոնց որ իրենք մտածեցին, որ ուրիշները ավելի լավ է ինչ որ ուրիշ բաների վրա փող ծախսել, քան թե շախմատի վրա։ Եվ դա իմ համար ոնց որ եթե ասենք այս բնակավարում այդքան ուժեղ ենք, համաշխարհային հայտնիություն ունենք, ինչու պետք է դա լինի։ Դա տենց պետք է չլինի։ Լևոն, իսկ ճիշտ ես գտնում, ես օրինակ մտածում եմ, ինչքան շատ են գնում քեզպես մարդիկ, ամեն ոլորտի առաջատարը լքում գնում է Հայաստանը։ Բայց չէ՞ որ այդ դեպքում կանեն այն, ինչ ուզում են անեն։ Բա պայքարը ուր մնաց։ Դե ինքը իրանով պայքար է։ Բա եթե վերցնենք, չգիտեմ, վերցնենք դուք ձեր բնակավարում ինչ որ սովորել եք, հասել եք հաջողության։ Եվ ես ձեզ ասեմ, որ դուք էլ մեզ պետք չեք։ Դուք հիմա կարաք մնաք երկրում, բայց դուք հնարավորություն ոչ մի չեք ունենալ ձեր գործով զբաղվելը, ինչ որ 10 մաս կտակ, ինչ որ ուրիշներին կսովորացնեք, որոնք ինչ որ հարգանք ունեն ձեր նկատմամբ, բայց ես չեմ համարում, որ դա պայքար է։ Եթե դու մնում ես եւ Զաբելի ասած դառնում ես թթվարունգ, ավելի լավ է գնաս, ոնց որ հասնես հաջողության, ու այնտեղից արդեն կարողանաս օգնել։ Հա։ Հիմա մենք տաղանդավոր երեխաներ ունենք մի քանի հոգի եւ հետո գիտեք ես ոնց եմ հասկանում աջակցությունը քո երկրի տաղանդավորներին ինքը եթե ոնց որ պետությունը չի անում, դա ոչինչ։ Կարաս կողքերով անես։ Բայց եթե դու ոնց որ եթե ես մնայի եւ կոնտակտ չունենայի վերցնենք Ամերիկայի կամ Ամերիկայից դուրս հայության հետ, ես չի կարողանա այն ձևի աջակցություն անել մեր երիտասարդությունը, ինչ որ կարող եմ հիմա անել։ Դու ճիշտ ես մեկ բանում, որ ամեն պարագան պետքա պայքարել, մնալով անել թե դա գնալով ամեն մեկը ինքն է որոշում։ Ու հիմա կարևորն այն է, որ դու կարողանում ես ի նպաստ երկրի օգտագործել, երբեք չես խզում կապդ մեր շախմատիստների հետ ու շարունակում ես օգնել։ Հա, իհարկե։ Դա երևի ամենակարևորն է։ Հա, դա միշտ եղել է իմ նպատակը, ոնց որ ուրիշ մեծ նպատակներ էլ ունեիր, այստեղ շախմատի հետ կապված, չգիտեմ, կանես, հա, Գաբրիել Սարգսյանը։ Կանես, թե ինչ փուլում է, հետագայում ինչ պլաններ ունես, դա իհարկե էլի կարևոր է։ Դե պլաններ ունենք, ոնց որ տարբեր զրույցներ ունենք եւ ուղղակի դա գիտեք ոնց որ ես մոտորապես մի կես տարի առաջ հանդիպեցի հայ բավականին հաջողակ մարդկանց Լոս Անջելեսում մենք մի բան որոշեցինք, բայց դա ոնց որ պետք է այնտեղ հետևական լինես, ոնց որ հա, իրենք պատրաստ են ինչ որ հայ շախմատի համար շատ մեծ բաներ անեն, բայց ես պետք է ոնց որ ոչ թե ինտերնետով լինեմ։
Այ պետք է գամ, ոնց որ նստեմ, իրենց հետ քննարկեմ եւ պնդեմ, որ դա արվի հենց այս պահին։ Որտեւ ես ոնց որ կոնտակտների մեջ եղա 2 ամիս, բայց ես հասկացա, որ ինտերնետով այդ բանը չի ստացվի։ Ինչքան էլ դու փորձես զանգես, բան, մի քիչ այդ շատ հարցեր է լինում։ Ոնց որ երբ որ դու ուզում ես մի բան ես մեկից ուզում, ինչի համար ես ուզում։ Հերոսով մի բան է, ուրիշ բան է, որ դեմարդեմ նստածնես, ասենք 3 հոգու եւ իրենց ասես, գիտեք ինչ, այս սրա համար է պետք։ Իրենք հարցան նորից պատասխանես եւ արդեն ոնց որ թղթի վրա ամեն ինչը լինի։ Դե դրա ժամանակն էլ կգա, եթե ունեք նման մտադրություն, իսկ մա կյանքի կոչելը դժվար չի լինում։ Դա կա եւ դա լինելու է եւ ուղղակի ժամանակ է պետք գտնել, քանի որ ես ակտիվ շախմատիստ եմ եւ այդ մի բանը, որ ես ուզում եմ անեմ, դա լինելու է իմ համար մի ավել աշխատանք, որից ոչ մի բան ես չեմ շահելու, շահելու է Հայաստանի շախմատը, բայց ոնց որ այս պահին իմ պարտականությունը շախմատ խաղալն է, բայց այդ ժամանակը ես գտնելու եմ հաստատ։ Բայց դու էլ մայրիկիդ նման այն մարդն ես լինելու, ով սերնդին է հավանաբար առաջ տանելու։ Ես եւ տարել է, այնպես չի որ չես։ Եվ ավելի մեծ ենք անելու, ես կասկած չունեմ։ Ես շախմատը վերադառնալու է Հայաստան, վերադառնալու է ուժեղ ձևով, վերադառնալու է պետությունից դուրս եւ փորձելու ենք նենց անենք, որ ինքը կապ չունենա ոչ մի ինչ որ փոփոխություններից երկրի մեջ։ Իսկ երկրի իրադարձություններին հետևում ես հաստատ Լևոն։ Հա։ Դե հիմա ոնց որ ռակուրսը փոխվել է երկրի ոնց որ երկիրը որտեղ է գնում։ Հիմա լավ տեղ է գնում։ Դժվար է ասել, բայց դե միշտ լինում է փոքր երկրները միշտ իրանք ոնց որ շատ բան չեն որոշում։ Երբ որ դու լինում ես, չգիտեմ, մեծ գերհզոր պետությունների մեջտեղը, միշտ էլ հույս ունես, որ քեզ կպաշտպանեն, հույս ունես, որ ամեն ինչ լավ կլինի, բայց կյանքում չես կարող իմանաս ոնց է լինելու։ Վերցնենք Ուկրաինայի պես հզոր երկիրը, այդքան տարածք եւ մարդ ունեցող երկիրը, այս պահին ոնց որ իրեն ստիպում են կապիտուլյացիա ստորագրի։ Հիմա թե որ իրանք չեն կարող անում ոչ մի բան անեն, Եվրոպան իրենց օգնելով, մենք էլ պետք է ոնց որ փորձենք շատ ճկուն լինենք։ Եվ ու գիտեք ոնց է, շախմատը քեզ մի բան է սովորացնում։ Ինքես սովորացնում է, որ կարճ հիշողություն պետք է մարդ ունենա։ Եթե դու հիմա նստես, մտածես, վայ, այն օրը ոնց պարտվեցի, դու չես կարող հավաքվես։ Դասերը քաղի, բայց մի թույլ տուր այդ քեզ քո վրա ազդի այդ ռևանշիզմը կամ քո հոգերը, որ այ նենց պետք է անեի, սենց կլներ եւ հույսով եմ մենք կարող ենք այս իրավիճակից դուրս գանք ոչ թե պարտվող, այլ հաղթող։ Մի լավ բան ասացիր, հետևություն անես, իմ կարծիքով այդ հետևությունները շատ լավ արել է Իսրայելը եւ այսօր լինելով այդ փոքր ու թշնամիներով շրջապատված երկիրը դարձել է այն հզոր օղակը, որը թելադրում է այսօր աշխարհում։ Դե կարծում գալիս է դա քո երկիրը սիրելուց եւ ոնց որ իրենց մոտեցումը ամենասկզբից ինքը եղել է ոնց որ մենք ինչ անենք, պետք է վերադառնանք, պետք է աջակցենք մեր երկրին եւ մենք բարերով ենք սիրել, ոչ իսկականից։ Հա, դե մենք էլ ենք իհարկե սիրում, բայց խնդիրներ կան, որոնք իրենց մոտ ավելի հեշտ են, իրենց շատ են ավելի աջակցում եւ ես քանի որ կիսով հրեա եմ, ես այդ ոնց որ մոտեցումները շատերը գիտեմ եւ ասենք բաներ կան իրենց մոտ, որ ես հիշում եմ փոքր տարիքում երբ որ շփվում էի ուրիշ երեխաների հետ, որոնք էլի ինպես կիսով հրեա են կամ որով հրեա են, իրենց մոտեցումը շատ ավելի ագրեսիվ է կամ թե մեր երեխաների մոտ։ Իրենք որ մի բան ուզում են, իրենք վերցնում են։ Դա հրեաները դրան ասում են խուցպա։ Խուցպան ինքը այդպեսի մի բառ է, որը
ոնց ասեմ, այն բավացնա, որ մեկը մի բան անում, ասում ես ոնց կարա մեկը սենց իրեն պահի, սենց անշնորհք իրեն պահի ու ոչ մեկ ոչի բան չասի, բայց այդ իրենց կողմից ոնց որ հա, դա հա, եւ ես ոնց որ մեծացած հայ եւ հայկական մշակույթի մեջ իմ համար դա շոկ էր, բայց հաջողության հասնելու համար կարծում եմ դա շատ կարեւոր է պահանջել քո երկրից, պահանջել քեզնից, ոնց որ հայտնել քո ոնց որ իրավունքները, իհարկե, դա ամեն ինչը դու պիտի պայքարես քեզ համար, չէ՞, ի վերջո ոչ մեկ դա չի անելու քո փոխար։ Նույնը դու նստում խաղատախտակի առաջ ինքդ ես հաղթում։ Ու այդ տարբերությունը կարող ես տեսնել շատ է լինում, ոնց որ երբ որ միտեղ թռնում ես։ Մեր մոտ կարող է ասենք ինքնաթիռը 5 ժամ ուշանա, մարդիկ տխուր նստած լինեն, դե հայի բախտա։ Հрьяաների մոտ այնպես չի։ Իրանք գալիս են, սկսում են կռիվ անել ներկայացուցիչների հետ, բարկանում են եւ կարող է մի բան պետք է մեր ազգային բանում փոխել եւ այդ մի քիչ sense տխուր իրավիճակներից ավելի դառնալ ագրեսիվ։ Լևոն, իսկ քո մեջ որ ասցին երկուսն էլ կան, որ պահին որն է գործում եւ որն է ավելի շատ օգնում կամ խանգարում։ Դե ես սուտ կլինի որ ասեմ ինչ որ հրեական բաներ ունեմ իմ մեջ, ոնց որ մշակույթը մի քիչ գիտեմ, բայց papas 28 տարեկանից այստեղ է ապրել եւ մեր տունը միշտ մենք ծիծաղում ենք իմ քրոջս հետ, ասում ենք որ մաման ավելի հրեա է կամ թե papan։ Papan ավելի հայա։ Բայց ինչ որ բաներ գիտեմ մշակութայինով եւ բայց կարող է մի բան կա, որը իմ մեջ կա papaից, երբ թե հանգստությունն է։ Ոնց որ մի հաջողությունների նկատմամբ հանգստություն։ Եվ դա ես միշտ գիտեք համատել եմ մեր տղաների հետ, երբ որ ես գնում եմ մրցաշար, հաջողության էի հասնում, վերադառնում էի, papas միշտ ասում է, հա դե լավ, դե ինչա։ Պետք է էլի մի բանի հասնես, բան։ Ոնց որ ես կյանքում տենց հաջողություններով շատ չեմ ուրախացել, որտեվ իմ մոտ papaից այդ միշտ մտած է եղել, որ չի կարելի հաջողություններով տենց շատ վեր թռչել։ Հա, վեր թռչել ու պետք է դու միշտ աշխատես, դու պետք է միշտ հիշես, որ դու շատ բանի չես հասել։ Կարծում եմ այդ հрьяաների մոտ դրանից է, որ իրենք միշտ վախեցել են։ Երկիր չեն ունեցել երկար դարեր։ Միշտ վախեցել են մի տեղից ոնց որ Երևան, որ տեսնեն ու ավելի համեստ են այդ բաղ եղել։ Մեր մոտ, մեր տղաների մոտ միշտ եղել է մի մրցաշար հաղթելուց հետո շատ եղել է, որ գնանք կեֆ անենք, էլ չպարապենք, հանգստանանք եւ հա, այդ մի բանը երևի թե կա իմ մոտ։ Մնացած առումով հայ ես։ Դե հա։ Դե իսկ այն պահը որ Լևոն ասում է իրենք մենք գիտենք ո՞ը։ Լևոն ջան, խոսեցինք Հայաստանի շախմատը, որ ցավոք սրտի հիմա պետության կողմից ամեն դեպքում հավուր պատշաճին ուշադրություն չի դարձվում, բայց Հայաստանը անցած տարի դարձավ FIDE-ի կողմից 100-ամյակի լավագույն թիմ եւ քո ներդրումը անքննելի է։ Մի քիչ սրանից խոսենք։ Դե իմ համար շատ ուրախալի է, որ մենք դրան հասանք եւ այդ պատմությունը մեր թիմի ոնց որ որը սկսեց ոսկիներից հետո հաղթելու կարելի ասել երկար process է եղել ձևավորվելու, բայց երբ որ ասենք թիմը լցվեց մեր սերունդով, Գաբրիել Սարգսյանով, ինձնով, Կարեն Ասրանով, հետո Տիգրան Պետրոսյանով եւ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիրը ոնց որ ավելի մի քիչ թիմի մեջ ինքը կար, բայց ոնց որ այդ երիտասարդ արյունը եկավ եւ մենք եկանք փոփոխություն մտցնելով թիմի մեջ, քանի որ մենք այն ժամանակ երբ որ փորձում ենք թիմ ընկնել, ինձ ասում էին,
մարզիչ ամեն ինչ պետք է անդրի։ Իսկ մեր մոտ, երբ որ մենք եկանք, ես ու Գաբին, առաջինը ինչ որ որոշեցինք, որ պետք է լինի ամբողջը թվերով։ Արդյունքներով։ Հա, այլ չի լինելու մարզիչը սենց ընտրեց, մի սենց արեց, այս մեկն էր ծանոթ, այն մեկն էր ծանոթ, եւ դա կարծում եմ եղավ այդ հաջողության սկիզբը եւ ինչքան այդպես էր մեր թիմը հաջողակ էր, որովհետեւ խաղում էին առաջի 5-ը սկզբից, հետո առաջի 4-ը եւ Հայաստանի չեմպիոնը։ Եվ գիտեիր, որ դու եթե լավ ես խաղում, ոչ մեկ քեզ չի կարա արկելի թիմը ներկայացնելուց։ Շախմատը որքան էլ անհատական ձև է, դուք հակառակը ցույց տվեցիք, որ թիմով շատ ավելի լավ եք խաղում, ու դա ոչ բոլորին է տրված։ Ինչի շնորհիվ է դա լինում։ Դե ես քանի որ միշտ ուժեղ մստաշարներում խաղում էի, իմ գործանը կարծում եմ այդքան կարևոր չէր, քանի որ մեկը ես ասենք խաղում էի առաջի տախտակում ու ունեի ինչ որ բավականին բարձր ռեյտինգ։ Բայց գլխավոր ոնց որ հաջողությունը դրա մեջ էր, որ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը միշտ շատ լավ էին խաղում թիմից։ Եվ իրենց ոնց որ դերը միշտ շատ կարևոր է եղել։ Դրա պատճառով որ իրենցից դա չէին սպասում։ Ուրիշ թիմերը վերցնենք Ռուսաստանը, որոնք ունեին մոտորապես իմ ուժի, կարող եմ ինձ մի քիչ թույլ, բայց 4 խաղացող։ Իրենք ոնց որ հա, գիտեն մոտորապես ոնց են խաղալու։ Իսկ մեր տղաների հետ իրենք փորձում էին ապացուցեն, որ իրենք ուժեղ են։ Իսկ մեր տղաները ոնց որ դրանց սպասում էին եւ լավ էին շատ խաղում իրենց դեմ եւ ուրիշ երկրների դեմ։ Եվ հետո մի կարևոր հանգամանք կա, շատ թիմերում, երբ որ լինում են շատ ուժեղ խաղացողներ, միշտ լինում է ոնց որ sense դիսկուսիաների մեջ բարակրիվա սկսում։ Ես մեր մոտ, քանի որ էլիտայի մեջ միայն ես էի, շատ հանգիստ էին ժողովուրդը ընդունում եւ իմ կարծիքի հետ ոնց որ մեծ sense ես չէի զգում, որ իմ դեմ են թիմում։ Եվ այդ հաշվի եք նստում։ Հա, դա թիմի խաղացողները հասկանում էին, որ կարող է ես ավելի լավ եմ ինչ որ մի բաներ հասկանում, լսում էին եւ ես իրենց աջակցում էի։ Եվ իրար հետ ոնց որ sense ընտանիքի պես կարողանում ենք առաջ շարժենք։ Դուք շատ մեծ հաղթանակներ եք մեզ նվիրել ու աննկարագրելի պահեր, անմոռանալի են։ Ես հիմա որ հիշում եմ, թե որ հավաքականը վերադառնում էր, մենք դեռ ուսանողներ էինք, ոգևորված, բոլորով գնում դիմավորում էինք այդ մեծ տոներ։ Ու ես հիշում եմ այդ ժամանակ գնում էինք շախմատի տանը, ցույց էին տալիս, ինչ քայլեր են անում, այնտեղ տարիքով մեզ պապիկներ միշտ ասում էին, «Սենց բան մեկ է Տիգրան Պետրոսյանի ժամանակ էր եղել»։ Դա ինքը շատ զարմանալի է։ Շատ յուրահատուկ բան է տալիս շախմատը։ Ոնց որ մենք հիմա տարիներ անցած, երբ որ միշտ իրար հետ նստում մտածում ենք, դժվար է հասկանալ ոնց էր տենց ստացվում էլի, որ ոչ ուժեղագույն թիմը այդպիսի ոնց որ հստակ եւ այդպիսի հավաքված բռունցք էր ներկայանում շախմատի մեջ եւ հա մի հեքիաթ, մի լավ հիշողություն։ Հիշում եմ Իստանբուլում, երբ որ խաղում էինք 12 թվին, Ռուսաստանի թիմը մեր հետ ոնց որ ամենա միավորներով, հա։ Ու այդպիսի արդյունք չէր գրանցվել մինչև այդ, որ այդքան թիմը հաղթանակների հասնի։ Եվ իրենց այդ մինչև վերջի պահ չգիտեինք ով է հաղթելու, մենք իրենց հաղթեցինք, դա սենսացիա էր։ Եվ մի բան կարամ ասեմ այս թեմայով, ես եւ իմ ընկերը, որին ճանաչում եք, Մարկ Գրիգորյան, գիրք են գրում Հայաստանի թիմի մասին, աշխատանքի մեջ ենք։ Դա լինելու է ոնց որ Հայաստանի թիմը 1992 թվից մինչև 2012 թիվ։ Մեծ հաղթանակների այդ շրջանն եք վերցրել։ Հա, ոնց որ սկիզբը անկախությունից հետո եւ մինչև մեր վերջի մեծ
հաղթանակը եւ կարծում եմ ինքը շատ հետաքրքիր կլինի բոլորի համար։ Անհամբեր սպասում ենք, իսկ երբ է նախատեսվում հրապարակը։ Դեռ աշխատանքի մեջ ենք, կարծում եմ մյուս տարվա մեջ կարող է կամ գարունը կամ ամառը արդեն այդ գիրքը կունենանք։ Հետաքրքիր Սպասում ենք շատ։ որովհետև մենք նույն ոգևորության մայրիկիդ գիրքն ենք կարդացել, հիմա կկարդանք նաև այդ համատեղ գիրքը։ Այ շատ հաճելի էր խոսելը, Լևոն, վաղուց չէինք հանդիպել, շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ։ Ու թեև չենք ուզում քեզ բաց թողնել, բայց ստիպված ենք։ Դու լավ բան ասեցիր, հեքիաթեր, ես իրոք երազանք ունեմ, որ այդ հեքիաթը նախ գա երկիր, որովհետև ամեն դեպքում երկրից է բխում հաջողությունները, թե շախմատում, թե առհասարակ կյանքում, մեր կյանքում։ Բայց մյուս կողմից է նման փոքր հեքիաթները բերում են ընդհանուր հավատ, որ բոլորն էլ ունակ են եւ կարող են, եթե մի ոլորտում ստացվել է, բոլորիս մոտ էլ կստացվի։ Աստվածա։ Հաջողություններ քեզ, արդեն գիտենք, որ էլի մրցաշար ունես, տարվա վերջը գալիս եւ արդեն մյուս տարի ուժեղ պայքարով լեցուն։ Վայելիր շախմատը ու նվաճիր քո ուզած բոլոր տիտղոսները։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Այսօր այսքանն էինք պատրաստել, հուսանք դուք էլ վայելեցիք Լևոն Արոնյանի հետ այս բովանդակալից զրույցը։ Մենք որ վայելեցինք հաստատից, դուք մի մոռացեք մեզ հետևել բոլոր սոցկայքերում եւ դիտել թողարկումները YouTube-ում։ Կհանդիպենք։